Տևական ժամանակ է, ինչ սուպերմարկետներում և փոքրիկ խանութներում գրեթե 10%-ով թանկացել են գազավորված զովացուցիչ ըմպելիքները, բնական հյութերը։ Հասկանալու համար, թե ինչու են միանգամից թանկացել գազավորված ըմպելիքները և շատ այլ ապրանքներ, Արմնուրիայում զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։ Տնտեսագետի հետ զրուցել ենք նաև հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակին, առկա խնդիրներին։ Գազավորված ըմպելիքների շուկայի վրա ազդում են ներքին և արտաքին գործոններ։ Նշեմ նախ, որ ներքին գործոններ որպես այդպիսին շատ կարևոր է էլեկտրաէներգիայի գազի գները, ինչպես նաև աշխատավարձերի աճը, որը վերջին տարիներին բարձրացել են։ Եթե մենք կոմունալների մասով ունենք վերջին 2 տարիների ընթացքում որոշակի կայուն վիճակ, ապա աշխատավարձերի պահով, հումքի պահով, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի մասով ունենք բավականին աճ։ Եվ սա ոչ միայն գազավորված ըմպելիքների շուկայում, այլ նաև այլ շուկաներում ևս այդ խնդիրը կա։ Խոսքը վերաբերում է օրինակ տեղական արտադրություններին, կաթնամթերքը օրինակ մասնավորապես, ունենք որոշակի աճ, որը պայմանավորված է ներքին գործոններով հիմնականում։ Նաև նշեմ, օրինակ կաթնամթերքի շուկայի պարագայում նաև դա կախված է մեր ներքին արտադրությունից, մասնավորապես կաթի ծավալներն են նվազել վերջի տարիների ընթացքում, քանի որ անասունների գլխաքանակն է նվազել սրան զուգահեռ։ Դրանից բացի նաև այս նույն ժամանակահատվածում ներկրվող ապրանքների ծավալն է ավելացել։ Ներկրվող ապրանքները ավելի էժանացել են պայմանավորված ռուբլով։ Օրինակ վերջին տարիներին, եթե ուշադրություն եք դարձնում, պաղպաղակի շուկայում հատկապես ակտիվացել են ներկրող բելառուսական, ռուսական ընկերությունները, տեղական պաղպաղակ արտադրողները շուկայից դուրս են մղում, իրանց էժանանումը, տեղականը թանկանում է, քանի որ արտադրության կազմակերպերը տեղում ավելի թանկ է նստում, եւ սրա արդյունքում մենք ունենում ենք շուկայի կորուստ։ Սա մտահոգիչ է բոլոր շուկաների պարագայում, այդ թվում նաև գազավորված ըմպելիքների շուկայի պարագայում։ Մենք պետք է սա առանձին դիտարկենք եւ Հայաստանի այս վերջին տարիների տնտեսական աճը, որը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես ոսկու վերարտահանմամբ, մի օր վերանայելու է եւ նշեմ, որ արդեն իսկ վերացել է այդ շուկան եւ մենք ունենք հոլանդական այսպես հիվանդություն եւ մի ոլորտը շատ արագ զարգացել է եւ մեծ վնաս է հասցնում մյուս ոլորտներին։ Ոսկերչությունը շատ արագ զարգացավ անցած տարի, դրա հաշվին մեծ վնասներ հասցրեց մյուս ոլորտներին։ Հիմա արդեն այս տարի ոսկերչությունը արդեն վերադառնում է իր նախկին ծավալներին եւ տեսնում ենք օրինակ արդյունաբերության, մասնավորապես ոսկերչության ոլորտում 20-30% անկում։ Սա օրինակ կարող է լինել թանկացումները պատճառ, որ բյուջեն լցնեն, քանի որ նման կարծիքներ էլ կան, որ դիտմամբ թանկացնում են ամեն բան, որպեսզի բյուջեն էլ ավելի լցվի։ Չեմ կարծում, որ սա բյուջեի լցնելու նպատակ է հետապնդում, քանի որ թանկացման արդյունքում տեղական արտադրությունները կորցնում են իրենց սպառման շուկաները, ներկրվող ապրանքները ավելի էժան են գալիս շուկա, դրանից բացի, քանի որ կան զուգահեռ ներմուծումները տարբեր էլեկտրոնային հարթակների միջոցով, սրանք կարողանում են տեղական արտադրությանը դուրս թողնել շուկայից։ Հետևաբար արհեստական բարձրացումը ձեռք չի տալիս տեղական արտադրությանը, նրանք կորցնում են շուկան։ Նույն իրավիճակ ունենք հանրային ծառայությունների ոլորտում, օրինակ հանրային սննդի ոլորտում ունենք նման իրավիճակ, հյուրանոցային տնտեսության դեպքում ունենք բարձր գներ, քան օրինակ տարածաշրջանի մյուս երկրների պարագայում, եւ այս դեպքում մենք պետք է հասկանանք, որ գների աճը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում տեղական արտադրությունների համար։ Պարոն Պարսյան, մեկ այլ թեմա է հեղուկ գազը, որը անդադար բարկացնում է վարորդներին։ Ինչու է անդադար հեղուկ գազի գինը բարձրանում եւ իջնում։ Հեղուկ գազը Հայաստանի շուկայի պարագայում բավականին այսպես կտրուկ տատանումներ արձանագրում, միայն օրինակ մարտին փետրվարի համեմատ 50%-ով թանկացավ եւ հետագայում նորից իջավ։ Սա պատճառը արտաքին գործոններով հիմնականում, մասնավորապես Վերին Լարսի անցակետի փակ լինելով կտրուկ մեզ մոտ կրճատվում է մատակարարումներ եւ արհեստական այսպես դեֆիցիտ է առաջանում։ Դեֆիցիտի արդյունքում ներկրողները օգտվում են իրավիճակից եւ գին են սկսում թելադրել շուկայում։
Սա ավելի շատ այսպես սպեկուլյատիվ բնույթ է կրում, քան իրական այսպես տնտեսական խնդիրներ ունի։ Իրական օբյեկտիվ պատճառը կայանում է նրանում, որ մենք չունենք հեղուկ վառելիքի պահոստավորման մեծ հնարավորություններ, որ թույլ կտար, որ օրինակ 2-3 ամիս ենթադրենք ունենայինք պահոստ, մինչև Վերին-Լարսի անցակետը բացվի։ Վերին-Լարսի անցակետի նույնիսկ ենթադրենք 3-4 օր փակվելու արդյունքում մեզ մոտ կտրուկ բարձրանում է գինը, այնպես չէ, որ մենք 3-4 օրվա պահեստ չունենք, բայց այդ սպեկուլյացիան կա եւ ներկրողները փորձում են փող աշխատել։ Ցավոք պետք է արձանագրեմ, որ անցած տարի մայիսին տեղ ունեցավ շուկայում որոշակի բացասական գործընթաց, գները կտրուկ իջան, ընդհանուր հասնելով մինչև 30 դրամի եւ դրա արդյունքում բազմաթիվ ներկրողներ ուղղակի սնանկացան, հետագայում բարձրացան եւ ավելի շատ, քան նախկինում, եւ սա խնդիրներ առաջացել շուկայում, ընդհանուր իրավիճակը գնաց դեպի համակենտրոնացում։ Սա բացասական գործընթաց է, այսինքն շուկան շատ կտրուկ տատանումներ է անում, որը բնորոշ չէ նորմալ այսպես տնտեսության եւ նորմալ շուկայական իրավիճակին։ Պետք է փորձել այս շուկայում այսպես ենթակառուցվածքներ ստեղծել եւ Վերին-Լարսի անցակետի այդ փակ լինելու հանգամանքը սահմանափակել, դա կարելի է անել լրացուցիչ այսպես պահոստավորման հնարավորություններ ստեղծելով։ Իսկ բացի Ռուսաստանից ինչ այլ ընտրանք կա հեղուկ գազ ներկրելու Հայաստան։ Նախկինում Հայաստանը հեղուկ գազ ներկրում էր նաև Իրանից եւ Իրաքից, վերջի տարիներին կրճատվել է այս ուղղություններով ներկրումները, պայմանավորված այն հանգամանքով, որ նույն Իրանում արտահանվող հեղուկ գազը բավականին թանկ է, քան Հայաստանում։ Իրանը իր ներքին շուկան չի կարողանում շատ հաճախ բավարարել հեղուկ գազով եւ դա իր խնդիրներն է առաջացնում։ Իրաքի պարագայում եւս ներկրումները նվազել են, սա կարծում եմ ավելի շատ լոգիստիկայով է պայմանավորված։ Բացի այդ նշեմ, որ երրորդ երկրներից ներկրման պարագայում լրացուցիչ հարկեր ծախսեր են գալիս, քան Ռուսաստանի պարագայում։ Ռուսաստանը նաև վերջի տարիների ընթացքում նոր շուկաներ էր փնտրում, հաշվի առնելով այն, որ ինքը ստիպված էր հեղուկացնել իր գազը արտահանման շուկաներ ուղարկելու համար, որտեղ դեպի Եվրոպա իր գազի ծավալները կտրուկ նվազել են արտահանման եւ հեղուկացված վիճակում նա ավելի մեծ աշխարհագրությամբ է փորձում գազը արտահանել եւ պատական չէ, որ անցած տարի Ռուսաստանը կտրուկ ավելացրեց իր հեղուկ գազի արտահանման ծավալները, այդ թվում Հայաստան։ Հայաստանի պարագայում նաև ձեռնտու է նրանով, որ շատ հաճախ այսպես հաշվարկները արվում է ռուբլով եւ ռուբլու արժեզրկումը նաև ձեռնտու է դառնում է տեղական արտադրություններին եւ այս շուկայի հիմնախնդիրներից մեկը այն է նաև, որ հեղուկ գազի լցակայանների մեծ մասը գտնվում է բենզինի եւ դիզելային վառելիքի սեփականատերերի ձեռքում, այսինքն նրանք իրենց ցանցի, մանրածախ ցանցի միջոցով նաև ազդում են հեղուկ գազի վրա։ Օրինակ մանրածախ բենզալցակայանների ցանցի մոտ 1/3-ը պատկանում է խոշոր մեր բենզին դիզելային վառելիք ներկրողներին, հիմա նրանք զուգահեռ դրել են նաև հեղուկ գազի կետեր եւ այսպես ուղղակի ազդում են շուկայի, մանրածախ շուկայի 1/3-ի վրա։ Սա եւս իրենց ազդեցությունը թողնում է շուկայում ընդհանուր գնային տատանումների վրա։ Իսկ եթե շուկան վերահսկվող լիներ, հնարավոր էր, որ այս ամենը համակարգված լիներ, քանի որ բազմիցս նշում են, որ շուկան անհնար է վերահսկել։ Հեղուկ գազի շուկայում չկա կազմակերպություն, որը ենթադրենք 1/3-ի մասնաբաժնի տերն է, գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ չունենք, բայց մենք ունենք մանրածախ առևտուրը վերահսկող կազմակերպություններ, որոնք ունեն ազդեցություն։ Բացի այդ, ունեն կազմակերպությունները, որոնք շուկայում ենթադրենք 5% ունեն, 10% ունեն եւ նրանք առաջնորդի ֆունկցիա են կատարում։ Օրինակ, նրանց գազով գազի գնով հետևում են մյուս ներկրողները, այսինքն նա 10%-ի տերն է կամ 5%-ի տերն է, բայց տեսնում են նրանք ինչ գազի գին են դնում, իրանք էլ են այդ նույն գազը դնում։ Սա այսպես առաջնորդին հետևելու քաղաքականությունն է, որ շուկայում հաճախ կիրառվում է։ Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան, Արիվնուր լրատվական։